Ասում է ինչը որ Հայաստանի Հանրապետությանը լավ է, ինչը որ Հայաստանի Հանրապետության առողջացմանը, հա, ինքնիշխանության ամրապնդմանը լավ է, դա ռուսների համար, այսինքն ռուս պետականության համար դա մի հատ եկա սարսափելի, չգիտեմ, դժբախտություն է, դրա համար ռուսամետները ինչ լինի չլինի, հա, Հայաստանի օգտին պետք է հելեն ու գիշեր ցերեկ որնա։ Մի բա ոնց այս ամենը անվանենք, հա։ Մի հատ եկեք սենց ասենք։ Ողջունում եմ ձեզ առաջի հերթին, ժողովուրդ ջան, խնդրում եմ ակտիվ լինեք հաղորդման ընթացքում, քանի որ դուք ձեր ակտիվությամբ գնահատում եք իմ աշխատանքը, ընդհանրապես պետք է դնեք ձեր լայքերը, գնացվեք իմ ալիքին եւ իհարկե թողնեք ձեր կարծիքը մեկնաբանությունների բաժնում։ Ուրեմն, ինչպես գիտեք, Հայաստան պետք է ժամանի Միացյալ Նահանգների փոխնախագահ։ Հասկանում եք, մի հատ եկեք հասկանանք ով է գալի։ Աշխարհի գերտերության փոխնախագահան գալիս է տարածաշրջան, հա, եւ Հայաստան պետք է գա։ Մենք շատ լավ գիտենք, որ պետք է գա Տրամպի այսպես կոչված ուղու համար, այսինքն Սյունիքի ճանապարհի համար պետք է գա։ Ու նախ եկեք հասկանանք, որ փոխնախագահը Միացյալ Նահանգների, սա սովորական ինչ որ դիվանագետ չի, հա, ինչ որ նա չի գալու ինչ որ Հադավայի տեղը sense նկարներ անի թողի էթա Ուրեմն այս մարդը չի գալու ինչ որ անիմա զեկույցներ կարդա էթա քաղաքական շոուներ անի գնա, հա, չէ, սա քաղաքական ծանրաքաշ է, հասկանում եք։ Եվ այս ծանրաքաշին Միացյալ Նահանգները, այսինքն փոխնախագահին իրանց, հա, նշանակել են, որ գա եւ զբաղվի Տրամպի ուղիով։ Եվ այս հրանով արդեն ցույց են տվել, որ դե Տրամպի ուղի կոչված, այսինքն Սյունիքի ճանապարհը Միացյալ Նահանգների համար, հա, ռազմավարական նշանակություն ունի։ Եվ այստեղից էլ սկսում է այս ռուսների, ասես ճակերտների մեջ ասածը, որտեվ մեծամասնությունը այս հայի ազգանունով ռսացած այս հայերի բաները, էլի ոռնոսները։ Գիտեք ինչի, դե առաջերտին իհարկե զակաս են անում, այսինքն ծառայում են Պուտինին եւ իրանց համար հետաքրքիր չի Հայաստանի շահը, բայց իրանք ինչ են ասում։ Եկեք մի հատ ասում, ինչ են ասում ռուսամետ շրջանակները հայ բանը այս փոխնախագահի այցի համար։ Ասում են, սա ոչինչ չի նշանակում։ Հասկանում եք, գերտերության փոխնախագահան գալիս է Հայաստան, ասում են, սա ոչինչ չի նշանակում։ Դա պարզապես այց է, երկրորդ, հա, սովորական մի հատ Հավայի այց է, այսի բան չկա, ախպեր, սրանից յան տվեք։ Դա քաղաքական շոու է։ Ուրեմն, էլի այս քաղաքական ծանրակշիռ գերտերության երկրորդ մարդը գալիս է Հայաստան, ինչի համար, որ ում շոու անի, ում շոու անելու կարիք ունի, հա, ինչի կարիք ունի նա, ում պետք է ինչ ցույց տա։ Եվ իհարկե Սյունիքի ճանապարհը առանց Ռուսաստան չի աշխատի։ Հասկանում եք, սրանց ուզածը եւ սրանք ինչ են ասում։ Եթե դա ոչինչ չի նշանակում, ինչու է գիշեր ու ցերեկ դուք ոռնում, հա։ Եթե այս մարդու գալը տարածաշրջան եւ Սյունիք, եթե ոչ մի բան չի նշանակում, սովորական շոու է, բան չեք այսքան ոռնում, հա, որտեղ պատասխանը շատ պարզ է։ Եթե Սյունիքը հաջողվի այդ Տրամպի ուղին եւ ինչ է ստացվում, եթե Սյունիքի ճանապարհը Տրամպի ուղին կառուցվի, հա, ապահովում է, երաշխավորվում է առանց Ռուսաստանի, այդ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը լիովին կոտորվում է, հա, կոտորվում է նկատի ունեմ, որ վերանում է, հա։ Եկեք հիշենք, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը իրականում, հա, ինչ են մտածել ռսա թուրքերը։ Այս նոյեմբերի 9-ի փաստաթուղթով իրանք պետք է Հայաստանը вообще ինքնիշխանությունից զրկեն։ Հիմա կասես, բա ինչ ես տենց ասում, որտեվ այն քիչ բաները հայամետ որ կար, դե պարզա, մենք պատերազմը պարտվել ենք, չի կարա սա փաստաթուղթը լինի հայամետ, հա։ Մի 2-3 հատ բան պետք է ալներ հայամետ մեջը, հա, այն որ ասում է որ դուք էլ ձեզի մթոն ված չզգաք, բայց իրանք ամեն ինչ արին, որ այդ 2-3 կետն էլ դաժե չպավի։ Այդ 2-3 կետերից մեկը որն էր, որ պետք է հայության ապահովումը պահեին Արցախում, ճիշտ է։ Ճիշտ է։ Պետք է Լաչինի միջանցքը պահեին, ճիշտ է, չեն պահե, ոչ մի բանը չեն արել, բայց ուզում են այն մնացած կետերը, որ արդեն ոչ հայամետ է, դրանք բանան են, պահեն։ Ես իդեպ իմ Facebook-յան ռելի մեջ արդեն ասին, որ սրանց երազանքը գիտեք որն է, որ Սյունիքը պոկեն Հայաստանից, հա, քանի որ Սյունիքը դա կարող է լինի մեր, որ ասում եմ, միակ ճանապարհը դեպի մեծ աշխարհ։ Ինչու եմ հիմա ես տենց ասում, որովհետև գիտեք, Վրաստանը արդեն ռուսական ազդեցության տակ է, իրենք այն գլխից էլ արդեն դրա վրա աշխատում էին, որ տենց լինի, հասկանում եք, ռուսական ազդեցության տակ է, եւ հիմա
մեր միակ ճանապարհը ոնց որ ասում եմ մնում է Պարսկաստանը, իսկ Պարսկաստանում շատ հնարավոր է որ լինի լուրջ փոփոխություններ, որտեվ Պարսկաստանին ուրիշ ճանապարհ էլ չեն թողում, որտեվ հենց հիմա մոտենում են ռազմական նավերը Միացյալ Նահանգների, հա, արդեն դեպի Իրան եւ արդեն ուլտիմատում են դնում կամ կանես նենց ոնց որ մենք կասենք, հա, կհամաձայնվես մեր հետ, կամ էլ պատերազմը անխուսափելի է, այսինքն դու երկրորդ տարբերակ չունես, այս փոփոխությունը անխուսափելի է, հասկանում ես, թե մի կանեն պատերազմի միջոցով, թե առանց պատերազմ, ես չգիտեմ, ես բանը չեմ, վանգան չեմ, բայց որ արդեն նախ փաստը դրել են, այսքան նավեր չէին քշելու բերեին հասցնեին բանը Պարսկաստանի բերան ու ունդե կանգնած էս մնան այնքան որ շոու անելու համար, չէ, կամ թաքուն կգան համաձայնության Իրանի հետ, Իրանը կտա իր համաձայնությունը կամ չի տա եւ ինքը կստանա շատ լուրջ հարվածներ, դենց որ այս փոփոխությունը, հա, անխուսափելի է, լինելու է, այդ փոփոխությունը լինելու է, կուզեն լավով կլինի, չեն ուզի վատով կլինի, եւ այդ դեպքում այդ ճանապարհը շատ կարեւոր է լինելու, եւ դրա համար ոնց կարաս դու Հայաստանին զրկես ինքնիշխանությունից, իր պետականությունից, ոնց կարաս զրկես, մեկ տարբերակով, Սյունիքը կդրել Հայաստանից, ես ուզում եմ հիշեցնել, որ այդ նոյեմբերի 9-ի փաստաթղթով իրանք եկե արդեն պատ էին շարում, ռուսները, որ իրան կտե ոնց ուզեն տենց բան անեն, Հայաստանից հարցնող չկա, այն որ ասում են Հայաստանը 24% ունի, որ իմ համար շատ նորմալ է, որ 24% ունի բիզնեսի տեսանկյունից, որտեվ հետագայում հետո կարա հասնի 49% եւ ավել, հա, օրինակի համար, որ այն փաստաթղթի մեջ որ 1000 անգամ նշվում է Հայաստանի ինքնիշխանությունը, հա, Հայաստանի բարձր ինքնիշխանություն, այսինքն չի կարա լինի մի բան, որը գցենք հայկական օրենքներից դուրս լինի, հայկական սահմանապահներից դուրս լինի, ինչ էլ որ լինի, պետք է Հայաստանի ինքնիշխանության օրենքով լինի, հասկանում եք, ռուսական տարբերակով քոնը ոչ մի բանը չէր, քեզի պոկելու էին եւ քեզի սարքեին կամաս, քեզի ուտեին, այս էր սրանց երազանքը, եւ ես ասում եմ վաղ թե ուշ այդ հողը ոնց որ մնացած հողերը, հա, խոսքը ճանապարհի Սյունիքի մասին է։ Вообще Սյունիք մտնելու էր այն մարդով, ընդ ապրում էր, ես դոկումենտ ցույց տալով, որ ուզենայիր դու այդ հայիր, դու չէիր էլ կարան դե այդ հայիր, կասեին ես թե դու ինչ գործ ունես։ Այսինքն Հայաստանը ինձ չէր լինելու։ Դրա համար ես մեռա բացատրելով, թե ինչքան կարևոր է Միացյալ Նահանգների այնտեղ գտնվելը, որում միլիոն անգամ ասում է, սա Հայաստանի Հանրապետություն է, սա ինքնիշխանություն է, տարածքային ամբողջականություն է եւ ոչ մի սանտիմետր Հայաստանից չեն գողանում։ Այդ ճանապարհը վերահսկում են բիզնես տեսանկյունից եւ Հայաստանը ամեն կերպ ներկայա լինելու է ճանապարհի ցանկացած մի շարժի։ Մեջը գրած արա, բացեք, կարդացեք։ Ռուսական դեպքով Հայաստանը ոչ մի բան չունի։ Արա ասում ռադներդ քաշեք, ես թե կորոշեմ, ով անցնում, խի անցնում, ոնց անցնում, հա, ընդհանրապես էսի արդեն ցենց անունով է Հայաստան, բայց էլ Հայաստան չի, մենք ենք վերահսկելու։ Այնքան էին աբրգե պատ էին շարում։ Եվ ես ասում եմ, ոնց որ եղել է մեր մնացած հողերը, Սյունիքը վաղ թե ուշ նվեր էին տալու թուրքերին։ Ինչ որ մի, չգիտեմ, գործարքի դիմաց, ինչ որ մի հատ կարևոր բան էին առաջարկելու ռուսներին, որ իրանց համար դուր էր գալու, իրանք էլ հանելու են Սյունիքը տային, ոնց որ տվել են ամեն ինչ, ոնց որ տվել են թե Նախիջևանը, թե Արցախը միանգամ այս նագլիները, չէ, ես արդեն ռելիս մեջ ասիմ, այս սրանք Արցախը տվին թուրքերին, հետո հայը իր արունով հետ բերեց Արցախը, բայց սրանք ինքան նագլի են, որ Արցախը էլի տվեց թուրքերին, հա։ Քանի որ էցի հենց իրանց պաշտպանության նախարարը արդեն ասել է, ես իմ ռելի մեջ ասել եմ, վիդեոով չեմ ասել, դրա համար էլի կրկնում եմ։ Ահա։ Հիմա նայեք ուշադիր։ Նախ, միջև շարունակելը ժողովուրդ ջան, ես ուզում եմ ձեզ խնդրեմ, եթե կարող եք մի հատ օգնեք իմ ալիքին, քանի որ ես լուրջ թարմացումներ պետք է անեմ իմ ալիքում, տեխնոլոգիապես թարմացումներ, հա, եւ տեխնիկան պետք է թարմացնեմ, ավելի լավ որակ հաղորդեմ եւ իհարկե կարիք ունեմ, ձեր օգնության կարիք ունեմ, ամեն ինչի որ ես մենակս կարող եմ անեմ, եթե կարողանաք օգնեք, ես շատ շնորհակալ կլինեմ, ոնց կարող եք օգնել YouTube-ի միջոցով, ես կարծում եմ ամենահարմար միջոցն է, որը որ գրանցվում է, հա, եթե մարդը օգնում է ալիքին, այնտեղ միանգամից գրանցվում է, որ այս ինչ մարդը օգնել է, ինչքանով է օգնել։ Դրա համար ունեք ձևեր։ Օրինակ այնտեղ որտեղ որ մեկնաբանություն եք գրում,
այնտե կողի վրա սրտիկ կա։ Օրինակ այդ սուպեր չաթի միջոցով կարող եք ալիքին օգնել մի անգամ գցենք, այդ սուպեր չաթիով, այդ սրտիկա, այդ սրտիկի վրա որ սխմեք կարող եք օգնել։ Կամ այնտեղ որտեղ որ դուք տեսնում եք միայն լայքը, դիզլայքը եւ այլն, հա, եթե ցես մատով սիրուն ցես քաշեք, դժվար չի։ Ցես մի քիչ քաշեք, ցես ձախ եք տանում, հա, ցես գալիս են դելի ուրիշ սրտիկ կտենակ։ Այդ սրտիկով էլ արդեն մարդիկ ով ցանկանում է օգնի, կարա արդեն ամսական օգնի։ Այդ մեմբրեսիա տարբերակն է։ Հասկանում եք։ Շատ հեշտ է ժողովուրդ ջան, եթե օգնեք, հիմիկվանից մաղթում հայցում եմ իմ շնորհակալությունները, որտեվ իրոք պատրաստվում եմ տեխնոլոգիապես եւ տեխնիկապես թարմացնել մեր ալիքը։ Անցնենք փաստերով ամենակարևոր բաները եւ խնդրում եմ միջև վերջ մնացեք, որովհետեւ սա շատ կարևոր է։ Սրանից կարևոր բան, այսինքն այդ ռուսամետերին ասեք մի հատ ասեն շարվեն ու նստեն, հա, ու հաթատ լսեն։ Ուրեմն, ինչա, նախ եկեք համարցակ լինենք եւ ասենք, որ Ռուսաստանի ինքնիշխան Հայաստան կամ ուժեղ Հայաստան պետք չի։ Իրանը գիտեք ինչպեսի Հայաստանապես կօրինակ գցենք, որ անկախ ճանապարհ չունենա, որ այլընտրանքային անվտանգություններ չունենան, հա, եւ ինքնուրույն որոշումներ չկարողանա անել, սա այսպիսի Հայաստանը իրապեն, հենց սա է լինում, սա է անեքսիան, այդ փափուկ ուժը սենց ալնում, այդև կամաց քեզի անեքսիանի, սա այն սովորական մասը, որը բոլորը գիտենք, հիմա այն, որ ասում են, գիտեք չէ, վերջերս, որ խոսած Նարեկ Կարապետյանը, որ ասում է, Ռուսաստանն էլ պետք է լինի, գարանտ ասում է Տրամպի ճանապարհին, պատկերացրեք, էլի, նախ ուզում եմ ասեմ, որ ամենակարևոր բանը, ես որ ամեն անգամ ասում եմ, եթե մարդ քաղաքական գործի, չա պետք է գա հարցազրույցներ տա, որտեղ միայն հարցազրույց տալու ժամանակ, ասենց անկախ լրագրողների կամ բլոգերների մոտ, հա, միայն այդ ժամանակ ես դու կարողանում հասկանալ, այս մարդը գցենք լուրջ ինչ-որ մասնագետական լուրջ ինչ-որ մտքեր ունի, թե փուչի կա, թե ես դրած կարդում ամեն ինչ, հասկանում ես, այսինքն իր վիդեոների մեջ ինքը կարող ասես դնի ու կարդա Եվ այդ մտքերը ընդհանրապես իրանը չլնեն, հասկանում եք, դրա համար ինչ կարևոր է, որ մարդ գա քեզ մոտ եւ հարցազրույց տա, նորմալ հարցազրույց, ոչ թե այն հերոստանգերության են շինծու, չգիտեմ, մի հոգու մոտ է թաս բան մենակ կամ երկու հոգու, բայց ես որ ասում եմ քաղաքական գործիչը պետք է երազի մեր մոտ գալ, ես էսի ասում եմ, հաստատում եմ, հա, ով սրա իմաստը չի հասկանում, քաղաքականությունից հեռու ինչ-որ մարդ է, ապեր մոռացեք ջնջեք այդ ձև մարդկանց, հա, այդ ձևով գցենք, մեկ կբացատրես, երկու բացատրես, թե ինչ է նշանակում, մեր մոտ երազել հարցազրույց տալ, որտեվ քաղաքականապես, եթե դու ուզում ես քո երկրին օգուտ տաս, դու պետք է երազես, որ ժողովուրդ 5 հոգի ավեր քեզ լսի, որ քո գաղափարը կիսի։ Դրա համար ասում եմ, պետք է նստեք ովշակով երազեք։ Եթե չեք երազում, ուրեմն դուք թաքցնելու բան ունեք։ Եթե թաքցնելու բան ունեք, ապեր կպեք ձեր գործերին, մեկը ձեր հետևից գկանք։ Վաղ թե ուշ ձեր մասին խոսալու ենք ու բացահայտենք, հա, ու ձեզի ոչ մեկ չի փրկելու։ Հա, մեկ կարող է բան անենք, սվաղենք էթա, երկու սվաղենք էթա, երրորդը ձեզի ոչ մեկ չի կարա փրկի, այդ ձև մարդ չկա որ ձեզի փրկի։ Համի ասենք առաջ։ Էս հիմա լավ հիշեք, որ իմանաք, էլի գցենք, թռնողները ինչ տեսակի մթոմ քաղաքական գործիչներ են, որտեվ դրանցից շատերին կարանք սամազվանեցի, գցենք քաղաքական հաճոտ տանք, որ լավ հասկանաք։ Հիմա ամենակարևորը ժողովուրդ ջան Իսկ որն է ամենակարևորը, չէ, հիմա կհարցնեք, ամենակարևորը այն է, այդ որ ասում են, չէ, այդ Նարեկ Կարապետյանը որ ասում էր, չէ, Ռուսաստանն էլ պետք է ասում է գարանտ լինի այդ ճանապարհին, Սյունիքի ճանապարհին, ասում եմ լավ, հլա եկեք մի հատ ֆանտազիա միացնենք, ինչի համար ֆանտազիա, որ մի հատ բոլորի համար հասկանալի լինի, ժողովուրդ ջան, որտեվ գցենք Երբ որ Միացյալ Նահանգներն է գումարը ներդնում եւ ինքը գերտերությունն է, հա, աշխարհում առաջի գերտերությունն է, այս դա անհնարին է որ մեկը գա եւ ուրիշը գարանտ կանգնի, ինքը փողերը դնի, հա, լինի գերտերություն, մի հատ էլ ուրիշը գա գարանտ կանգնի, սա մեկ երկրորդն է բիզնեսի տեսակետից էլ գցենք չի սովորական գցենք մարդու գլխի մեջ չի մտնում էլի դա մենակ իրանց ռասամետների համար դες բան կարա լինի որտեվ հատուկ աշկի զակաս են կատարում պրոյեկտ է էլի բայց ինչի՞ ասում ֆանտազիա ասում եմ եկեք լավ հələ միացես ֆանտազիա անենք գցենք կարա ինչ որ մեկն էլ լինի գարանտ Հիմի Ռուսաստանի դեպքում մենք բազմաթիվ անգամ տեսել ենք թե Ուկրաինան ոնց է խոցել ռազմավարական կետեր Ռուսաստանում, հենց Ռուսաստանի տարածքում եւ խոսքը չի գնում է սահմանին մոտիկ ինչ-որ տարածքներում, այ Ռուսաստանի խորքում։ Եվ դրանց համար հենց ինչ է օգտագործել սովորական ճանապարհները։
հա, դրա համար օգտագործել է թե սովորական այդ քաղաքացիական մեքենաները, թե մեծ այսպես կոչված գրուզավիկ տեսակի մեքենաները, հա, այդ մեծ գրուզավիկներով գնացին, ինչպես գիտեք, գնացին ուրեմն Ռուսաստանի խորքը, հետո այդ գրուզավիկների ասում այդ բանը բացվեց, հա, այդ կռիշը sense բացվում է, մեջից դրոնները հելնում են, ժողովուրդ ջան, հա, տանիքը բացում է, դրոնները հելնում են, այդ դրոններով եթում են այդ Անգելա տեսակի այդ ռազմաբազայում ընդ Ռուսաստանի ռմբակոծիչներ են։ Էսի սաղս տեսել ենք, կադրերը կա, ամեն ինչը կա, ոնց են եթում եւ ոչնչացնում ռուսական այդ ռազմաբազայի ռմբակոծիչները։ Այս ամենը եղել է Ռուսաստանում, հասկանում եք, դե սրան էլ գումարած, որ նույնպես մոստն են տրակացրել մեքենայով, որ պայթավ, իդեպ այդ գործերով էլի հայ են ձերբակալել, հա, մարդկանց են ձերբակալել, որ ընդհանրապես կարող է ոչ մի բան չգիտեն, սրանց մոտ սովորույթ է էլի, ինչ լինի հայի գլխին ջարդեն։ Այն ժամանակ էլ որ դժբախ պատահար էր եղել, դե մարդ էս մի դժբախ պատահար էր եղել, բռնին աղջկա շորեր են մարդուն հագցրին պարան դատարան կամերեքը դրին նկարին, հասկանում ես, այսինքն դուք պատկերացրեք սրանց հակահայ տեսակը։ Լավ, վերադառնանք մեր բանին, այսինքն իրանք ճանապարհները, իրանք երկիրը չեն կարող ապահովեն, իրանք ռազմաբազան չեն կարող ապահովեն, հա։ Եթե ռուզավիկներով եթում են, տանիքները բացվում է, դրոնները դուրս են գալի եթում են, իրանք ռմբակոծիչները վերացնում են։ Ռուսաստանի խորքում դուք պատկերացնում եք սրանք ինչ գարանտ պետք է կանգնեն։ Դուք աննորմալ չեք, ես ինչեր եք խոսում, ես ինչեր եք լցում մեր ժողովրդի գլխին։ Դուք կարող եք գիտեք մենք ստե կուտ ենք ուտում, բրինձ ենք ուտում, խոտ ենք ուտում, չենք հասկանում, կամ հիշողություն չունենք, հավենք։ Այս ինչեր եք դուք մեզ եք պատմում։ Նույնիսկ իր մատ մոստը չի կարում ապահովի 100 անգամ տրակցրին, տո ջրով, տո ցամաքով, տո օթով, ոնց ասես գմբացրին։ Հա ինչ էին գմբստում, հա ինչ էին սարքում են։ Ռազմաբազաները չի կարում պայ, իր պայսները չի կարում պայ, մեռան ուկրաինացիները պայթացնել։ Իրանց գեներալներին, ռազմական ինչ-որ գործիչներին մեռան սպանելով, այս պատիտակ, այն պատիտակ։ Դուք ում անվտանգություն, մի հատ էլ դուք ձեր անվտանգությունը պահեք, արա դուք ինչ գործ ունեք մեր հետ։ Իսկ ես ձեզ էլի խոսք խորհուրդ եմ տալի ես ձեզ, հա, որ դուք այդքան մեծ գումարներ ունեք, չէ, աշխատել եք, ոնց եք արել, լավ եք արել ձեր գործն է։ Եթե դուք այդքան Հայաստանը սիրում եք, եթե դուք այդքան հայ մարդուն սիրում եք, բան չեք թույլ տալի, որ Ռուսաստանում լինի սիպիտակ գենոցիդ հայ բնակչության հանդեպ։ Դուք ասում եք 3 միլիոն հայ կա, դուք եք ասում, ես չեմ ասում, ես չգիտեմ այդքան կա թե չկա, բայց թողեք կասկածեմ ձեր հայրենասիրության վրա, բա որ դուք այդքան ոչ թե 3 միլիոն հայերի, այ ձեր խոսքը այն ձեր։ Եթե այդքան հայ է ապրում Ռուսաստանում, ինչի բա այդքան գումարներ ունեք, բա չեք կարող լեզու գտնեք մի հատ հայկական նորմալ դպրոց բացեք, հա։ Ես ասեմ, ստե Արգենտինայում կա 100,000 մոտավորապես հայ, պայթի տրակի։ Մի քիչ էսյան, մի քիչ էյան։ Այ 7 դպրոց ունենք հայկական, հավասարաչափ արգենտինական դպրոցի։ Հավասարաչափ է, այսինքն երեխեն եթում է հայկական դպրոց, սովորում է հայկական դպրոց, ավարտում է հայկական դպրոցը եւ իր ավարտականը այդ նույնն է, արգենտինական դպրոց ավարտել է։ Դուք ձեր երեխեքին տանում եք, հա, ճիշտ ես չգիտեմ դուք ընդհանրապես ձեր երեխեքին տարել եք հայկական դպրոց թե չէ, որտեվ ասում են որ ձեր ընտանիքում մարդիկ կան, որ հայերեն կարդալ չգիտեն։ Չնայած դա ձեր խնդիրն է, դա իմ խնդիրը չի, բայց դուք ստիպում եք որ հայ մարդը իր երեխուն տանի, չգիտեմ, ինչ որ Կիրակ Նորիա կոչված ինչ որ տեղեր, որտեղ ինչ որ հայերեն դաս են տալի ու դրա անունը դնում եք հայկական դպրոց։ Արա դուք ամոթ չունեք։ Հավելյալ ինչ որ միտեղ են տանում, որտեղ ինչ որ մի հատ հայկական դաս են տալի, դրա անունը կոչվում է հայկական դպրոց, պատկերացնում եք։ Ուրեմն ինչ Հայաստանի դպրոցները սա ուրեմն կամ ռուսական են կամ անգլիական, հա։ Ես որ դպրոցը եթում, ես համ անգլերեն էի ասում, համ ռուսերեն էի ասում իմ դպրոցում։ Իմ դպրոցը անգլիական էր, թե ռուսական։ Չնայած որ իրանց լեզուն, հա, այդ լեզուները հատուկ պետք չէր Կիրակի օրը եթալ, որ այդ լեզուն սովորեն, հա, ոնց որ Ռուսաստանում են որ հատուկ Կիրակի օրն են եթում, տոլի չգիտեմ հայրորդած տներ են եթում, չգիտեմ սուրբ տուն են եթում, բան դպրոց չկար, հայկական դպրոց չունեն, սրանք եկե Հայաստան են ուզում փրկեն։ Գնացեք մեր հայերին փրկեք, որ սիպտա գենոցիդի չենթարկվեն, որ հայ մեծանան երեխեքը, ոչ թե ռուսացնում են հայերին, որ ասում են դուք պետք է բան ռուսերեն մտածեք, այսինքն դուք դրան եք տանում։
Ու դուք ընդհանրապես ձեն չեք անում։ Էլ չասեմ դուք US-ում նկատի ունեմ, չէ՞, արդեն բոլորը երևի հասկացան, որ այն մարդկանց համասին է խոսքը, ովքեր մի եկել են իրանց ձևով ուզում են Հայաստանում հարցը լուծել։ Կարելի գնացեք դուք ձեր ձևով ձեր մոտ լուծեք։ Հետո նոր եկեք մեր գլխին լոլո կարդացեք։ Հայաստան են փրկում, արա։ Դբրոշ չունեք, արա, ամոթ արա։ Ամոթ չկա տենց աշխարհի վրա միտեղ, որտեղ 3 միլիոն ձեր խոսքերով 3 միլիոն հայ ապրի։ Ու հայկական դպրոց չլինի։ Հայ անամոթներ, արա, դուք հմի եկել եք մեզի ասում եք, թե Ռուսաստանը մեր ընկերն է, չեք ամանչում։ Բայց չասես թքեմ եք ձեր դաշնակցի վրա, որ չսկի չի թողում իր դաշնակցի դպրոց ունենաս։ Որ ծախում է դաշնակցի հողերը։ Որ մանրադրամի պես օգտագործում է իր դաշնակցի։ Այն դաշնակցում, որը որ ասում է, կուրորեն հավատում էր իրան։ Ու այն դաշնակցին դուք ուշադրություն տալեք սրանց ընկերները ովքեր իրանց համար ձեզ էլ են փուրը տալու արա այն իր ընկերներին ոնց է փուրը տվե Բաքու են մի նստած Արցախը կերածներին այն որ Բաքու են նստած որ կերան Արցախը ուսմա մեր վախտով արա ես որ ուշադիր թուղթս ես վեկալ եմ բացեմ տենամ ձեր ժամանակները այդ ռսամետների որ նստած էին Արցախում Արցախի բնակչությունը որտեղից ուր տեղա ընկե ինչ անկում ապրե Բայց ասեմ դուք աննորմալ չէ, բայց դուք հայ եք, արա ամոթ չի։ Այդ ես որ ասում եմ իմ սիրտը այս պահին չի ցավում իրանց համար, այսերը համար եմ ասում։ Ինչի՞ չի ցավում, ասում եմ, դե գիտեք իշքա մեզի պատիվ չի բերում, որ իրանք մի Բաքու։ Իհարկե պատիվ չի բերում, բայց խոսքը դրա մասին չի։ Էս էլի գնաց այդ ռուսական բանը էլի, խառնաշփոթությունը էլի, որ ասում ոնց դու ասում ես, իրանք ուզում են թեքին իրանք ձևով ներկայացնեն։ Քանի կա get 1 հայ Ադրբեջանում, հա որը որ կապ չունի ես Արցախի իշխանության հետ այդ ռուսամետ ոչ եմ այդ դիվանագիտական այդ բանի հետ որը որ կապ չունի զինվոր լինի թե քաղաքացիական անձ լինի քանի կա մեկ հոգի Ադրբեջանում գերի այս մարդիկ ինձ համար նշանակություն չունեն այսինքն առաջնահերթ չեն կարա լինեն այս մարդիկ ինձ համար վերջի տեղում են հասկանում եք պետք է բոլորը գան Ադրբեջանում չմնա ոչ մի հայ գերի 0 այսինքն բացի իրանցից երբ որ 100% լինի 0 այդ ժամանակ կարելի է նոր այս մարդկանց շակերտների մեջ որ թալանին մեր երկիրը այ կարելի է նոր սրանց մասին խոսալ սրանց մասին սրտացավ լինել թե չէ այս բան իրանք եղած չեղած իմ համար մեկն արա իրանք չեն կարա նենց լեն որ իմ սիրտը ցավա իմ համար սրանց համար սիրտը չի կարա ցավա Անդե լիքը նորմալ հայեր կան, այ իրանց համար է սիրտս ցավում։ Երբ որ այդ մարդիկ ընդեղ են, սրանց համար իմ սիրտը չի կարա ցավա։ Թե չէ ընկել եք աբիդնի չէ, դա լրիվ ուրիշ թեմա է։ Շարունակելով գարանտի թեման, իհարկե մենք պետք է ասենք, որ երաշխավոր կարա լինի, հա, այսինքն այնպիսի մի երկիր, որը որ տեխնոլոգիապես կարողանա վերահսկի, որը որ Ռուսաստանը չունի այդ տեխնոլոգիան, իհարկե դա ունի միայն Միացյալ Նահանգները եւ շատ հնարավոր է եվրոպական զարգացած երկիրը Ռուսաստանը սկի մեքենա չի կարում սարքի իր երկրում ասկն ինչ տեխնոլոգիայի մասին է խոսքը ես չեմ ասում ռուսական ավզորները նայեք ռուս մարդիկ հա նորմալ մարդիկ որ նորմալ գնահատական են տալի էլի ոչ թե իրանց պետությանը դեմ են այ մարդիկ առ ասում է հերիքան մեր վրա կայֆով տնեք ես ինչ ավտոներ եք սարքում իրանք ավտոներս դնում նկարում են ասում ինչ արես ինչ խայտարակություն է այսինքն իրանք ցույց են տալի որ իրանց պետությունը ոնց աղժում հենց իր մի 30 տարի այդ ավտոն չի փոխվեցնք չգիտեմ սովետի վախտով ոնց արտադրել են միջև մի քիչ մի հատ ֆար են վրան փոխե ու վերջ բրծավ ոչ մի տեխնոլոգիա բան վրան չի ավելացել մաքսիմում կարող է Չինաստանից ինչ որ մի բան վրան դնեն էկրան վրան այսքան բան հա մեջը ավտոյի մեջ այսքան բան տեխնոլոգիա չունեն չի կարա վերահսկի ոչ մի ձև հա ուրեմն քաղաքական պատասխանատվություն ուրեմն այդ երկիրը չէ որ պետք է գարանտի լինի նաև պետք է ունենա քաղաքական պատասխանատվություն абսուրդ Ռուսաստանը ունի քաղաքական պատասխանատվություն մեկը կարող է հելնիստի ասի հա ամոթա Ռուսաստանը այն ինչը որ քաղաքական պատասխանատվություն էր վեկալի Արցախի հարցով բոլորս տեսել ենք բայց չնայած թե շատերը գիտեք բայց ով էլ չգիտի սենց լավ բռնվեք գիտեք չէ որ Ռուսաստանը հա
ըստ պայմանագրի Ուկրաինայի անվտանգություն պաշտպանողն է։ Դու պատկեր ծնում եք, ինչ քաղաքական պատասխանատվության մասին է այս երկրի մասին խոսքը։ Սա սրանց կողք կանգնողը, սրանց ձեն տվողը հայտունը քանդողն է։ Ես ասում եմ, չգիտեմ, դուք նժդեի դեմ գնացողն է, ես չգիտեմ, ել ինչ գնահատական տամ, հասկանում եք։ Միջազգային հեղինակություն պետք է ունենա մի երկիր նաև բացի նշվածներից, հա, որ գառան կանգնի Ամերիկայի հետ Միացյալ Նահանգների կողքը պետք է միջազգային հեղինակություն ունենա։ Ռուսաստանը ունի միջազգային հեղինակություն։ Միջազգային անհեղինակություն ունի այս երկիրը, հասկանում եք։ Բայց սրա մասին որ ինչի դուք չեք անտեսում այս կարևոր կետերը։ Խիեք անտեսում եւ գալի ուզում մեր ժողովրդին, չգիտեմ, համոզել, գիտեք ինչ կա։ Ամերիկայի փոխնախագահն է գալի, Հավայի մի հատ դեմք է գալի, սա շոու անի։ Քանի որ, չգիտեմ, երևի պետք է Լավրովը գար։ Էս արա, սրանց էս է իրանց վիճակը։ Բայց Ռուսաստանից ինչ որ մի հատ չափխած, ինչ որ մի հատ տուֆտա ֆազը գցած ինչ որ մեկը գա ապուշ բաներ խոսա, խափի մեր ժողովրդին, հա։ Հետո չգիտեմ, ինչ որ մի բան Հայաստանը անի դուրները չգա, իրանց արևին հելեն ասեն մենք սա բան ենք անում, ոչմ հատուկ ռազմական գործողություն ենք սկսում Հայաստանի դեմ։ Հելիք լավ, բոլորով դեզի շոկոլադներ ենք տալի, հա, էս ինչքան եք հաբրգե։ Դուք պետք է անկախություն չունենաք, էս չի արա։ Իրական կարողություն նաև պետք է ունենա, ունի չունի, ոչ մի բան չունի, կարողություն ունենար Միացյալ Նահանգների պես ոնց լուծես Վենեսուելայի հարցը, առանց զոհեր տալու, այս 4-5 տարի արդեն մեր Երևանի չափ զոհ են տվել, Երևանի բնակչության չափ հեսա զոհերի թիվը դրան է հասնում, հայոց ցեղասպանության թվին է հասնում արդեն սրան զոհերը, մատ Կիև պետք է գրավեին, իրանց արևին պարատ պետք է անեին, երկրի իշխանությունը փոխեին, սարքեին բան Ռուսաստանի ազդեցության տակ երկիր, հա։ ԱՄՆ-ի մոտեցումը ո՞րն է, ասում, ճանապարհը պետք է ծառայի պետությանը, ոչ թե վերահսկվի պետության դեմ, հա։ Սյունիքի ճանապարհը ԱՄՆ-ի համար նշանակում է Հայաստանի ինքնիշխանություն, տարածաշրջանի կայունություն եւ տնտեսական աճ, հա, եւ տնտեսական իհարկե այդ ճանապարհների բացումով պետք է տնտեսական Իրան համ աճ գրանցի, համ էլ Հայաստանին պետք է աճ գրանցի, ոչ մի կողմ է բիզնես, այ բիզնեսի իմաստը ո՞րն է, որ բոլորը շահող են դուրս գալի։ Երբ որ բիզնեսի մեջ ես շահում եմ, դու չես շահում, դա արդեն բիզնես չի, դա արդեն քցոցի է, հա։ Էս էլ սես ռասամայտները լավ չեն հասկանում, դե իրանք ռեկետ են իրանք սովորցրել, մենակ բաց բիզնես չեն սովորցրել, իրանք գիտեն ռեկետ անելը, քցելը, դա բիզնես է, դա բիզնես չի։ Միացյալ Նահանգների բիզնեսը, հա, նորմալ մարդը բիզնես մտածելակերպով մարդը շատ լավ գիտի որ բիզնեսը այն է, երբ որ համ ես եմ գործի մեջ, համ ես եմ շահում, համ դու ես շահում, համ այն երրորդ կողմն է շահում։ Էդի նոր կոչվում է բիզնես։ Երբ որ ես շահում եմ, դու չես շահում, այսինքն դու տուժում ես, հա, կամ ես ու դու շահում ենք, այն մեկը չի շահում, դա չի լավ բիզնես, դա եղավ արդեն քծոցի։ Հասկացաք։ Ռուսաստանի համար վերահսկողության համար իրականում Ռուսաստանի համար կապ չունի Սյունիքի անվտանգությունը համեմատություն եմ անում էլի Սյունիքի ոչ անվտանգությունը ոչ տարածաշրջանի անվտանգությունը ոչ բիզնես նպատակը պետք է ոբշե մենակը լինի սես մի բան ինքն դե վերահսկի Հայաստանին պայի ճնշման մեջ Հայաստանի պայի կախվածության մեջ սա է նպատակը Ռուսաստանի եւ սրան դեմ գնացողը մինիմում կամ քաղաքականությունից բան չի հասկանում, հա, կամ գլուխը կողել է ավազի մեջ, հա, իրան դրել է, չգիտեմ, ջայլամի տեղ, կամ էլ Ռուսաստանի ստրուկն է, ուրիշ սրան, ուրիշ բացատրություն չկա, գոյություն չունի։ Խոսքով որ կլորանանք, ով խոսում է այս ճանապարհի դեմ, այս պահին, որտեվ ես միշտ ասել եմ, սա վատագույնի լավագույն լուծումներ, որտեվ մենք հիշենք ու ցույց են գալի պարտված լինելով, հա, չեմ ուզում կրկնվեմ այն եթերներից, ով չի նայ, թող գնա նայ։ Ով խոսում է սրա դեմ, եւ ինչ որ հələ դեմ խոսալը մի բան է, դեմ խոսալը, բայց ով տանում է ռուսական թեզի բանը առաջ տալը, հա, այսինքն ռուսական թեզն է առաջ տալի, սա մինիմում ինքը տանում է այն թեզը, որ Հայաստանը չպետք է լինի անկախ, Հայաստանը պետք է միշտ լինի կախված Ռուսաստանից եւ Հայաստանը պետք է լինի Ռուսաստանի մաս, ուրիշ ասելու բան չկա, այսինքն ով, ես ինչ եմ ասում, ով Հայաստանի անկախությանը եւ պետականությունը դեմը, նա իրական հայ թշնամին է, որտեվ ես միշտ ասում եմ, ով
դեմ է մեր պապերի երազանքին, իսկ մեր պապերը միշտ երազել են, որ մենք վերջապես վերականգնենք մեր անկախությունն ու մեր պետականությունը։ Ով այդ երազանքներին դեմ է, նա հայի թշնամին է, անկախ նրանից իր ազգանունը յանով ավերջանում թե չէ, անկախ նրանից իր ազգանունը հայկականա թե ոչ։ Ով այս գաղափարներին դեմ է, նա հայի թշնամին է։ Այսօր այսքանը, ստեսություն, հաջողություն։